Հրավիրում եմ ձեզ բանալ ձեր աստվածաշնչները Սաղմոս 53. Please turn your Bibles to Psalm 53. Սաղմոս 53. Սա Տիրոջ խոսքն է, որ պիտի ընթերցենք, ըստ այնը մստանանք մեր սրտերի եւ մեր անձերի համար։ Երկողների գլխավորին Մախալաթի վրա Դավիթի երգ։ Անզգամն ասեց իր սրտումը, թե Աստված չկա։ Նրանք ապականվեցան եւ գարշելի անօրենություն արին։ Ոչով չկա, որ բարին անե։ Աստված երկնքից մտիկ է անում մարդկանց որդիների վրա, որ տեսնե, թե կլինի արդյոք մեկ իմաստուն, որ Աստծուն խնդրե։ Ամենքը ետ քաշվեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չկա, մեկն էլ չկա։ Միթե չեն իմանում անօրենություն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպես որ հացը կուտեն եւ Աստծուն չեն կանչում։ Այնտեղ վախենում են վախով, որ վախ չկա, որովհետև Աստված քեզ պատողների ոսկորները ցրվում է։ Դու ամոթ ես անում նրանց, որովհետև Աստված է դեն գծում նրանց։ Ողջ է Սիոնը կար, Իսրայելի փրկությունը։ Երբ որ Աստված իր ժողովրդի գերությունը դարձնե, այն ժամանակ Հակոբը կցնծա եւ Իսրայելը ուրախ կլինի։ Փառքեստեր քո խոսքիդ անխարտախ ճշմարտության համար։ Ով Սուրբ Հոգի Աստված, հիմա խնդրում եմ քեզանից, որ դու մեզ պատրաստես խոսքիդ ճշմարտությունը լսելու, ընկալելու, հասկանալու եւ դրա մեջ դրա ազդեցությունը դու գործոն դարձնես մեր կյանքերում։ Օրհնես մեզ, քաջալերես, ուսուցանես մեզ, ուղղություն տաս եւ փրկություն շնորհես։ Հիսուսի անունով աղաչում։ Ամեն։ Այս Սաղմոսը ինքն իրեն as it stands շատ պարզ է, հստակ է, պարզ բառերով մարդ արարածի, բնածին, natural, հոգևոր և բարոյական վիճակի մասին է խոսում։ Եվ դրան այդ վիճակը որպես մարդուս ամենախոր, ամենաահռելի, ամենից ավելի ողորմելի miserable թշվառությունն է ներկայացնում։ Դրանից ավելի misery թշվառություն հնարավոր չի մարդուս համար ունենալ։ Talks about the worst misery of mankind. Եվ այս է մեր քարոզի title-ը։ Մարդուս ամենաահավոր թշվառությունը։ Բայց սրա հետ միատեղ այս Սաղմոսում գրի առնված Աստծո խոսքը մարդ արարածիս իր թշվառության մեջ չի թողնում։ Նրան անճար որբ անել չի թողնում, անհույս, անփրկյալ չի թողնում։ Այլ Աստված իր խոսքով իր ժողովրդի մասին այն Աստծու մասին, ով փրկում է իր ժողովրդին, եւ այն փրկարարի մասին, որի միջոցով Աստված փրկում է իր ժողովրդին իր թշվառությունից, մեզ հիանալի եւ կարեւոր դասեր եւ ուսուցմունք է սովորեցնում։ Այս Սաղմոսը մեկնաբանելու համար կարելի է սրան հետեւյալ 4 բաժինների բաժանել։ Եվ այս 4 կետերի մեջ 4 դերասաններ տեսնել, 4
beings. Առաջին կետում բնածին մարդ արարածին ենք տեսնում, the natural man. First point. Երկրորդ կետում ինքը Աստծուն ենք տեսնում, Աստծու մասին ենք կարդում։ Երրորդ կետում Աստծո ժողովրդի մասին ենք սովորում, եւ չորրորդ կետում Աստծուց եղած փրկարարի redeemer մասին ենք խոսում։ Աղոտ կսե որ Աստծո խոսքի այս սերտողությունը մեզանից յուրաքանչյուրիս համար օգտաշատ լինի, օրհնաբեր լինի, շինիչ դառնա, Աստված իր խոսքը մեր կյանքերի մեջ ազդեցիկ դարձնի եւ մեզ հավատացյալներիս փառաբանության մղի, Աստված պաշտության մեջ մեզ հիմնի, մեզ արմատացնի մեր հավատքի հիմքերի մեջ, որպեսզի չտարուբերվենք դրսից լսած տարբեր սխալ ու ծուռ մեկնաբանություններով, եւ նաեւ աղոտ կսե որ եթե կան տակավին մարդիկ, որ տակավին փրկված չեն, այս հիանալի փրկության ծրագրով նրանց էլ ավետիսը հասնի եւ Սուրբ Օքին ազդեցիկ դարձնելով նրանց էլ փրկի եւ հավիտենական կյանքի օրհնյալ երաշխիքը բաշխի։ Ուստի այս Սաղմոսի առաջին կետում նայում ենք բնածին մարդ արարածին եւ հանդիպում ենք նրա մասին մի քանի հիմնական աստվածաշնչային ուղիղ վարդապետության։ Մի քանի ճշմարտություններ ենք սովորում մարդ արարածի մասին։ Այն մարդ արարածը, ով ծնվում է բնականաբար։ Առաջին համարում կարդում ենք. Անզգամն ասեց իր սրտումը, թե Աստված չկա։ Նրանք ապականվեցան եւ կարշելի անօրենություն արին, ոչով չկա, որ բարին անե, եւ ապա երրորդ համարի մեջ շարունակում է. ամենքը ետ քաշվեցին եւ միասին անպիտանացան, բարի գործող չկա, մեկն էլ չկա։ Նկատի առնենք, թե Աստվածաշունչը Աստծո գոյությունը մերժող մարդուն անզգամ է անվանում։ Այս ածականը շատ սուր է եւ շատ վիրավորիչ է, բայց նաեւ շատ ցնցող է, shaking։ Անգլերեն թարգմանության մեջ full է գրված, այսինքն հիմար։ Եվ իր հին իմաստով դասական կլասիկ հասկացողությամբ ուղիղ է, բայց այսօրվա բառագործածության մեջ, in today's vernacular, երբ անգլերեն ասում ենք the foolish man said, the fool շատ թեթև է հնչում, որտեղ այսօր շատերը իրարու կանչելուց առաջ ասում են yo fool, right? Իրարու հիմար են ասում, որ Աստծո խոսքը արգելում է by the way։ Դրա համար պատասխան պետք է տան Աստծուն։ Ուրիշ ժամանակ դրա մասին կխոսենք մի օր։ Բայց որովհետև foolish բառը այսօր շատ թեթև են գործածում, ու երբ Աստվածաշնչի մեջ the fool said there is no God, այդքան էլ խոր եւ մեծ սխալ չի համարվում։ Կարծում ենք, որ հիմար ասելով դե լավ, հիմարություն է ասել Աստված չկա, բայց լավ մի օր կսովորի էլ չի ասի։ We think it's a very shallow, թեթև թերություն է, weakness։ Այդքան էլ ծանր եւ ամոթալի չի երևում, երբ ասում ենք fool։ Դրա համար հայերեն այստեղ շատ ավելի ուղիղ է։ Հայերեն բառը անզգամ բառն է, բայց շատ ավելի վատը, ավելի ծանրը եբրայեցերեն նաբալ։ Նաբալ նշանակում է ոչ թե միայն բթամիտ, այսինքն slow, no, ոչ թե միայն հիմար, այսինքն անմիտ, խելառ, ոչ։
այլ անմիտ, բթամիտ խելար, որովհետև այս անմտություն, խելառություն, հիմարություն է լինել անզգամ։ Հայերենը շատ ճիշտ է։ Այսինքն մեկը, որ բարոյական զգացում չունի, lacks moral decency, lacks moral discernment, չի հասկանում ինչը լավ է, ինչը վատ է, ամեն բան իր համար նույնն է, անբարոյ է, unethical, պիղծ է, անմաքուր է, irreverent է, անարգ է, անպատիվ է, սրբի և չարի տարբերությունը չի հասկանում։ Մենք մեր առօրյա հայերեն հասկացողությամբ ասում ենք փողոցային, անպատիվ, անմաքուր։ Հայերեն լեզվի մեջ նաև անբարո և փողոցային կանանց անզգամ ենք կոչում։ We call prostitutes անզգամ կին։ Որովհետև նրանց գործած անբարոյականությունը, իրավ հիմարություն է, of course it's foolishness, բայց նաև չարություն է, նաև անարգելի է, it's dishonoring, նաև անպատվություն է, ուղիղ և առողջ տրամաբանությունից հեռու է, բարոյական չի, բարոյական զգացում պակաս ունի, բացակա է։ Այս իմաստով է, որ Տիրոջ խոսքը Աստծո գոյությունը մերժող մարդուն ասում է անզգամ է։ That's a very heavy charge. Պատճառը, որ Աստծո առաջին Տիրոջ գոյությունը մերժողին և Աստված չկա ասողին անզգամ է կոչում, այն է, որովհետև այս անզգամ կանչող մարդը, հենց այդ մարդը, ինքը իսկ իր գոյությունը, his own existence even, իր կյանքի մեջ վայելած ամենահասարակ բարիքից մինչև ամենաբարդ բարիքը և օրհնությունը Աստծուց է ստանում։ Իր ամեն մեկ շունչը, որ քաշում է, Աստծո օքսիգենն է գործածում։ Աստծո արևն է գործածում։ Աստծո տված հաց ու ջուրն է ուտում։ Աստծո ստեղծած երկրի վրա է ման գալիս։ Հետո ետ է դառնում այդ բոլոր բարիքները տվող հենց Աստծուն չեղյալ է համարում։ Նրան ոչնչությունը սեպում, զերո ես դու, զերո, գիտես, զերո։ Այսինքն զերո էլ չես, չկաս։ Դու մեկին ասես դու զերո ես, այդ մարդը շատ կվիրավորվի քեզանից։ Բանի տեղ չենք դնում։ Եթե մենք մեր ծնողներին կամ ուսուցիչներին կամ բարեկամներին կամ ընկերների հետ այսպես վարվենք, նրանք մեզանից շատ խոր կվիրավորվեն, don't you ever do that to your loved ones or anyone. Եվ այդ մեր անզգամ, անբարո, անպատվավոր, անպատշաճ վերաբերմունքը նրանց համար մեծ սրտնեղություն կառաջացնի։ Ուր մնաց, որ մեկը մի սուրբ, ամենակալ, ամենազոր, արարիչ, մարդուն հողից, փոշիից շինող մարդ սարքող, նրա կյանքը տվող և այդ կյանքի համար բոլոր կարիքները հոգացող, դիզայն անող, շնորհող, առատ, ծրի, այսպիսի Աստծուն ասի, թե you know what, դու չկաս, դու չեղյալի պես ես, դու գոյություն անգամ չունես, քո ասացները, քո բուն էությունը սուտ է, դու իրականություն չես, դու ինքդ իրականություն չես, սա ոչ թե միայն բթամտություն է,
եւ անխելքության եւ տգիտության կակատնակետն է, այլ սա դրա հետ միատեղ անզգամության, անպարոյականության, չարամտության, պղծության, անպատվավորության, անպիտանության uselessness կակատնակետն է։ Անզգամ։ Այս է նշանակում անզգամ։ I wanted to take the time to drill this in your head. Որ if you're կարդում եք անզգամ, you have to be shocked. Պետք է դողակ։ Մարդկային այս անզգամությունը 20-րդ դարի unique յուրահատուկ բան չի։ Նորություն չի։ Այս վիճակը Ադամ Եվայի աննազանդությունից սկսյալ եւ նրանց հոգեվոր եւ բարոյական անկումից ի վեր սկսվեց։ Եվ ըստ Հռոմեացիս 5:12-ին Romans 5:12 կարդում ենք. Մեղքը մեկ մարդու ծերով մտավ աշխարհ եւ այն մեղքով էլ մահը եւ այսպես մահը ամբողջ մարդկանց վրա տարածվեց, ըստ որում ամենքը մեղանչեցին. They all became sinners. Պողոս առաքյալն էլ իր օրվա մեջ, սրանից մոտավորապես 2000 տարիներ առաջ, հաճախ այսպիսի անզգամ մարդկանց էր հանդիպում, որոնց նկատմամբ առաջին Կորինթացիս 1:18-ի մեջ 1 Corinthians 1:18 նա նրանց է ակնարկում այս հիմարներին ասում է այս խաչի քարոզչությունը կորսվածների համար հիմարություն է բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է What a contrast What a blessing Իմ մեծ հայրս այս համարը իմ առաջին ստրուկրիկի առաջին էջի վրա գրեց երբ ինձ ստրուկրիկ էր տալիս What a contrast Այս խաչի քարոզչությունը կորածների համար հիմարություն է, որտեղ անզգամ են բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է Պատճառը որ խաչի քարոզչությունը կորսված մարդու համար հիմարություն է այն է որտեղ այդ անձը իր ծնված իրականության մեջ իր հղացված պահից ի վեր հոգեպես բարոյապես առանց զգացման է ծնվում բարոյապես Աստվածաշունչն ասում է հոգեպես մեռած է ծնվում պղծության եւ սրբության տարբերությունը զանազանելու անկարողությամբ եւ տկամությամբ է ծնվում չի զգում որ ինքը կույր է չի անդրադառնում որ ինքը մեռած է Աստծո խոսքի լուսավորիչ լույսի եւ մեղքի խավարի տիրապետության տարբերությունը չի զգում որտեվ խավարի մեջ է ճիշտ կույր մարդու է նմանում Իծնե կույր մարդու համար լույսը իմաստ չունի նա միշտ ամեն բան խավար ու սև է տեսնում միշտ խավար է եղել ու հիմա խավար է եւ այդպես էլ կմնա լույսը նրա համար իմաստ չունի չեղյալի պես է նմանապես Աստծո լուսապայծառ գոյությունը բնությամբ մեղավոր ծնված մարդու համար չեղյալի պես է հոգևոր կուրություն է եւ ավելի քեշ է հոգևոր մեռած վիճակ է բարոյապես անզգամություն է այս պատճառով է որ անզգամ մարդը Աստծո գոյությունը մերժում է մի բան էլ ավելացնենք դրանից ուրիշ բան չի կարող անի ինչ եք ակնկալում
Հռոմեացիս 8-ի մեջ turn to Romans 8. Աստծո խոսքը հոգևորապես փրկվածներին եւ տակավին հոգևոր փրկություն չունեցողներին իրարու հետ է համեմատում։ Փրկվածներին կոչում է հոգևոր, կորածներին կոչում է մարմնավոր։ Մարմնավոր, այսինքն ոչ հոգևոր։ Այսինքն հոգևոր կյանք չունեցող, այսինքն անզգամ, այսինքն կորսված, այսինքն տակավին անփրկյալ, հոգևորապես կույր, մեղքի մեջ մեռած։ Այս երկուսը իրարու է համեմատում եւ հակադրում։ Նայեցեք 5-րդ համարից սկսյալ։ Որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում, իսկ հոգևոր լինողները հոգու բաները։ Որովհետև մարմնի խորհուրդը, whatever you think of flesh, մահ է, եւ հոգու խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Որովհետև մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդում եւ կարող էլ չի որ հնազանդի։ Եվ նրանք, որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճելի լինել։ Կարետ չեն կարող ու չեն ուզում։ Two crucial natural characteristic of natural man. Խիստ մեծ անխելքություն եւ ահավոր անպատվություն է, որ մարդ իր ամբողջ երկրավոր կյանքը միմիայն իր մարմնավոր էության մասին մտածի, դրանով զբաղվի, դրան հոգ տանի, դրան խնամի, եւ իր հոգու համար որևէ խորհուրդ չկարողանա եւ չունենա, եւ չուզի էլ որ ունենա։ What a stupidity that is. Ինչու, որովհետև 2 Կորինթացի 2 Corinthians 4:18 Ինչու է հիմարություն? Որովհետև 2 Corinthians 4:18 2 Կորինթացիս 4:18-ի մեջ Աստծո խոսքը մարմնավոր կամ երևացող կամ շոշափելի բաներին ասում է թե երևացող բաները ժամանակավոր են, բայց չերևացողները, հոգևոր բաները հավիտենական են։ Հավիտենական արժեք ներկայացնող բաներին արարող հավիտենական Աստծուն անարգելը, չեղյալ համարելը ամենամեծ անզգամությունը եւ հիմարությունն է։ Մարդկային ամենախոր miserable թշվառությունն է։ Առաջին համարում նաև կարդում ենք, թե այս մեղսաբնույթ մարդ արարածը, ով Աստծո գոյությունը մերժում է, նա նաև ապականված է։ Ապականված, գիտեք ինչ է նշանակում? Defiled, ավիրված, խարաբ եղած։ Օրինակ, երբ որ դուք մի կերակուր եք առնում, եւ դնում եք սառնարանը, եւ հետո մոռանում եք մի 4-5 ամիս, որ այս համով կերակուրն է առել այն օրը։ Բնակի համարյա $25 վճարել է։ Գնում ես հենց բերանը բացում ես, I don't want to even touch it։ Երբեմն այդպես է պատահում, տիկինս ասում է դու գնա վերցրու դի աղբի մեջ։ Ասում եմ ինչ, վախենում ես, որ հանկարծ դուրս գա բնակից քեզ ուտի։ Այդքան կարշելի է։ Ապականված է։ Նեղված է, պղծված է, այդ բնակի մեջ այդ կերակուրի մոլեկուլներից մեկը չկա, որ այդ ապականված մոլեկուլից ազդված չլինի։ Առաջին համարում ասում է, թե նրանք ապականված ենք, մեղքի չարությունից պղծված ենք։ Այսինքն, այս բնածին մարդը, երբ աշխարհ է գալիս,
իր ողջ մարդկային ամբողջ էության մեջ, իր բոլոր Աստծո պատկերը կրելով հանդերձ, իր բոլոր խելացիությունով, իր բոլոր խղճամտությունով, իր բոլոր մարդկային տվյալներով, բայց եւ այնպես այդ բոլոր մարդկային բաժինները բոլորը մեղքից ազդված են, մեղքից ապականված են։ Տեղ չկա այս մարդու էության մեջ, որ ասած որ ահա, այս մի մասը Աստծուն հաճելի է, մնացածը կարող ենք զիբիլը թափենք։ Չկա։ Խելքը, միտքը, զգացումը, կամքը, արարքները, մտածմունքները, խոսքերը, վարվելակերպները 99% կարող են հաճելի լինել, բայց մի քիչ էսպես հանկարծ երբեմն կեղտը դուրս է գալիս։ Լավ, եթե ես մի հատ քուքի տամ, որ 99% չոկոլադ է, բայց 1% շնի աղբ կա մեջը, կուտես։ Ապա 99%-ը լավն է։ Ինչ կասես այդ քուքին։ Կասես պղծված է։ Թափելու արժանի, չէ՞ սուտի։ This is how natural man is. Պղծված է։ Ասում է ապականված է։ Եվ տեսեք, միայն ապականված չի հարցը։ Այդ ապականության կողքին եւ դրա որպես հետևանք, as a result, as a consequence of that. Աստծո խոսքն ասում է, թե այս ապականված բնություն ունեցող մարդը, լավ նայեցեք, կարշելի անօրենություն արին։ Գիտեք, կարշելի ինչ է նշանակում հայերեն բառով։ Կարշելի, այսինքն զզվելի։ Այսինքն սիրտ խառնեցնող, փսխունք առաջացնող։ Եղել է ձեզ երբեմն գնում եք հանկարծ օրինակի համար trash can ուսմես հանես ամառվա տաք օրին ջուլայի մեջ մի շաբաթ առաջ սարդին էիր կերել եւ այդ սարդինի տուփը բաց գցել ես trash-ի մեջ։ Եվ պիտի գնաս այդ trash-ը պիտի հանես տնես փողոցը։ Հենց բանում ես սիրտդ գալիս է բերանդ։ Առանց ուզելու, օտոմատիկ։ Դրան այերն ասում են կարշելի։ Ինքը փսխունք առաջացնող, զզվելի։ Ասոխոսն ասում է, թե այս ապականված մարդը իր բնական բնությամբ կարշելի անօրենություն է գործում, lawlessness։ Աստծո օրենքը երբ որ կոտրվում է, նայեցեք դեն չի որ oh well, sorry, մյուս անգամ կպահեմ։ No, Աստծո առաջ Աստծո արչև, Աստծո օրենքը կոտրելը Աստծո համար կարշելի է, նրան բարկացնում է, նրա բարկությունը, սուրբ զայրույթը վերև է գալիս automatically։ Որովհետև Աստված բացարձակապես սուրբ է, արդար է, is just։ Մեղքի հետ չի կարողանում եւ չի անի որևէ հանդուրժում չկա he will not live along with sin never he will punish sin his justice requires it his holiness requires it դրա համար այս չափազանց ապականված լիովին պղծված զզվելի կարշելի իրավիճակ է որ մարդիկ ապրում են առանց իմանալու որ ինչպիսի ահավոր վիճակի մեջ են ամեն օր իրեն ծնված օրից մինչև եթե Տերը հանկարծ չտա չափաշխարեն դարձի չկան այդպես էլ օրը վերջացնենք կյանքը վերջացնենք ահավոր թշվառ է it's very miserable ինչու գիտեք դարձեք Սաղմոս 7:11 Psalm 7:11 that sounds good huh Psalm 7:11 It's not a good verse. It's a very scary verse. Ասոխոսքն ասում է թե Աստված արդար just righteous դատավոր է։ Եվ Աստված ամեն օր Ինչ է նշանակում ամեն օր? Այսինքն ամեն օր։ Հենց այդ։
Ամեն օր բարկանում է մեղավորի վրա։ Առավոտ աչքը բացում է, Աստված բարկացած է քո վրա։ Գիշերը քնում ես, Աստված բարկացած է քո վրա։ Constantly living under God's righteous anger and wrath. Եթե ետ չդառնա, փառք Տիրոջ այս եթեի համար։ Եթե ետ չդառնա, նա Աստված իր սուրը կսրե։ Իր աղեղը լարել է, it's ready to go։ Եվ պատրաստել մահի գործիքներ։ Եվ իր նետերը բորբոքած արավ, կրակ է դրել իր նետերի վրա։ They're flaming arrows. This is talking about the punishment of sin. Սա շատ տարբեր է այսօրվա մեղավորներին քարոզված քարոզներից։ Որ գիտեք, մարդիկ մեղավոր չեն, հիվանդ են։ Լավ, եթե հիվանդ են, դեղ կարիք ունեն։ Բայց եթե մեղավոր են, մահով պիտի պատժվեն։ Այն ժամանակ substitute փոխանորդ մահապատիժ կարիք ունենք։ Դեղը մեղքը չի բուժում։ Դրա համար մարդիկ այլևս չեն ուզում քարոզել, թե Աստված մեղքը պատժում է մահով։ Չեն ուզում քարոզել, որ մարդը բնածին չի կարող, չի էլ ուզում Աստծուն հետ հաշտվի։ Չեն ուզում ասել, որ փրկությունը Աստծո արած գործն է, Տիրոջ ողորմությունն է, Աստծո գեղեցկությունն է ցույց տալիս, Աստծո շնորհքն է բացահայտում, ոչ թե մարդու կարողությունն է աստվածացնում։ Եվ անհեթեթ ծուլ մեկնաբանություններով Աստծո խոսքի մեջ գրված ճշմարտության ուղղությունը ծռելով նրան ուզում են սեղմել իրենց մարդկային տափակ հասկացողության մեջ անարգելով եւ անտեսելով Աստծո հիանալի ողորմելի ողորմած գթառած շնորհալի փրկության նախաձեռնությունը Տեսեք Սաղմոս 52:1-ի վերջին մասը։ Այս մարդ արարածի մասին մի ուրիշ ահավոր բանել են կարդում։ Առաջի համարի վերջավորության մեջ Աստծո խոսքն ասում է. Ոչով չկա որ բարին անե։ This is exclusive language. Բացարձակ ոչ է սա։ Ոչով չկա որ բարին։ Դե լավ, եթե ոչով չկա որ բարին անե եւ ամենը մեղավոր են, բա ինչպես պիտի այս մեղավոր մարդ արարածը իր մեղավոր պիղծ չար բնությամբ անորեն գարշելի չար մարդկային կամքով որոշում կայացնի, որ ես սրանից հետո Աստծուն պիտի հետևեմ։ How can you do this? Չի կարող։ Ինչ լավ կլիներ, եթե ամեն մարդ արարած, որքան շուտ կարողանար այսպիսի որոշում կայացներ, ու բոլորը Աստծուն հաճելի կյանք ապրեին։ Լավ, օքեյ, եթե ոչ բոլորը, միգուցե մի քանիսը, կոնե 90%-ը, հիմա մի 10%-ը դժոխք գնացին, դել իրենք ուզեցին, որ դժոխք գնան։ Եթե իրենք ուզեին, դժոխք չէին գնում։ Այդպես են կարոզում։ Այս հոգով մեռած անբարո բնությամբ Աստծո թշնամի անօրենները, ովքեր Աստծուն հաճելի չեն, եւ Աստծո խոսքն ասում է ոչով չկա որ բարին անի, բա ո՞նց եղավ որ դրանցից օրինակ համար ես ու դու փրկվեցինք։ Մենք փրկեցինք մեզ։ Մենք մեր մեղավոր վիճակում ասացինք ես էլ եմ ուզում։ Հասկացանք ընդունեցինք, ազատ կամքով եկանք Տերոջը։ Բայց տեսեք Աստծո խոսքը հստակ է, պարզ է, բացարձակ է, դրա մեջ անհասկանալի բան չկա։ Կարդում ենք, ոչով չկա, որ բարիք անի, վերջակետ։ Այս հայտարարությունը մարդուս համար
Նրան ամենացածացնող, ամենանվաստեցնող, ամենաթշվառ, ամենավատ վիճակի հասցնող հայտարարություն է Աստծո խոսքի մեջ. And this is the beginning of the gospel. Եվ փրկության ավետիսի սկզբնական քայլն է, հիմնական հիմքն է. Մինչև որ մեկը չհամոզվի, որ ինքը անճար կերպով թշվառ է, նա Հիսուսին չի կարող փարվել, նա կփարվի իրեն։ Ես եկա Հիսուսին, ես 40 տարի եկեղեցի եմ գնացել, ես ու տիկինս, ես ու ամուսինս եկեղեցիներ ենք հիմնել, մենք երեց ենք, ես հովիվ էի, հետո բայց երբ անդադառնում ենք, որ ես թշվառ էի, ես ճար չունեի, ուրիշ ձև չկար, ոչով չկա, որ բարիք անե, ուրիշ մարդ չկար, որ ինձ կարող էր ազատել, ներառյալ ես ինքս չէի կարող ինքս ազատել, դրա համար եկա Հիսուսի ոտներին ընկա, խաչին տակ, ուր որ նախ լույս տեսա, խաչին տակ, գիտեք, երբ որ մենք երկինք գնանք, այո, եկա, բարի ես եկել, ինչ հանգամանքով կեցիր կոմպյուտերս բացեմ, երբեք մենք չպիտի ասենք, կամ չենք կարող ասել, չենք էլ ասի, Տեր, ես եկա, ես եմ, Վահիկն եմ, ես եմ եկեղեցու, առաջին Տերանունով չենք խոսելու այնտեղ, եսը չկա այնտեղ, Տեր, եկա, որովհետև նա իմ տեղս մեռավ, որովհետև նա իմ տեղս ապրեց, որովհետև նա իմ մեղքերից բեռը իր վրա առավ, ես թշվառ էի, ես մեռած էի, ես բարոյապես անկարող էի, ես լրիվ վերջացած էի, բայց նա, նա իմ տեղս մեռավ, նա ինձ սիրեց, նախքան որ ես իրեն կարողանայի սիրել, ուզեի սիրել, նա ինձ սիրեց, նա ինձ փրկեց, նրա հոգին իմ աչքերս բացավ, այն ժամանակ, երբ անդադարձա, երբ վերստին ծնա, երբ շնորհքը, ողորմությունը ինձ հասավ, անշուշտ էր, թե ես հավատացի, բայց նա ինձ հավատալ տվավ, քիչ առաջ երգեցինք, նրա շնորհքով, հասկացաք ինչ երգեցինք, նա ինձ փրկեց, որտև ամենքը ետ քաշվեցին, ամենքը միասին անպատվեցան, ամենքը անպիտան եղան, useless, Պողոս առաքյալն էլ նույն բանն է ասում, հազարավոր տարիներ հետո, Հռոմեացիս նամակի մեջ, Հռոմեացիս 3:9, Romans 3:9, հիմա ինչ, ավելի ենք, ամենևին ոչ, absolutely not, որովհետև առաջ մեղադրեցինք հրյաներին և հեթանոսներին, այսինքն բոլոր մարդկության, թե ամենքը մեղքի տակ են, կարևոր չէ հրյա ես, հայ ես, քրիստոնյա կոչված ընտանիքի մեջ ես ծնվել, կամ քրիստոնյա երկրում ես մեծացել, կամ քրիստոնյական դպրոց ես գնացել, կամ եկեղեցի ես եկել փոքրուց, it doesn't matter, երբ որ դու ծնվեցիր մեղավոր, unless Տերն ասաց Նիկոդիմոսին, վերստին ծնվես, you will not see the kingdom of God. Բոլորը մեղքի տակ են, ինչպես գրված է, արդար չկա, որտեղ է գրված, Պողոս առաքյալը գիտեր որտեղ է գրված, Սաղմոս 53-ի մեջ, արդար չկա, he's quoting, մեկն էլ չկա իմացող, չկա Աստծուն խնդրող, ամենքը խոտորվեցին, միասին անպիտան եղան, չկա բարություն անող, մինչև մեկն էլ չկա. This verse in Romans is a direct quote from Psalm 53. A side note. Տեսնում եք Պողոս առաքյալը իր Bible-ը ինչ լավ էր իմանում.
Գիտեք ինչու Պողոս առաքյալը ուղիղ աստվածաբանությունը կարողանում էր հասկանալ, որովհետև իր աստվածաշունչը լավ էր իմանում։ Անգիր էր սովորել։ How well do you know your Bible? That's a good lesson for us. Աստվածաշունչը հին կտակարանում, նոր կտակարանում սովորեցնում է, որ բոլոր մարդկությունը մեղավոր ու դատապարտված վիճակում է ծնվում։ Եվ կարիք ունենք մի փրկարարի, մի փոխանորդի, a substitute։ Դրա համար Աստված իր որդին ուղարկեց։ Երբ ասում ենք մենք լիովին պղծված ենք, չի նշանակում, որ ոտից գլուխ պիղծ ենք։ Չէ, այդ չի նշանակում։ Մենք utterly depraved չենք։ We're totally depraved։ Այսինքն մեր մեջ, մեր բնության մեջ, նախքան մեր փրկություն անշուշտ, որևէ տեղ չի մնացել, որ մեղքից չազդվի։ Ուրեմն մենք չենք կարող մենք մեզ փրկել։ Ուրիշ մեկը մեզ պիտի փրկի։ Եվ դրա համար այդ ուրիշ մեկին, այդ Աստծո մասին չմտածելը, նրան Աստծո պես Աստված շնորհակալ փառք բերել չունենալ այդ մտքի մեջ, ասել թե Աստված գոյություն չկա, ամենամեծ անզգամություն։ Երկրորդ կետում տեսնում ենք Աստծուն, կարդում ենք թե Աստված երկնքից մտիկ է անում մարդկանց որդիների վրա, որ տեսնի թե արդյոք կլինի մի իմաստուն, որ Աստծուն խնդրեն։ Այս համարը այն անզգամ հիմար մարդու ասածը հերքում է, որտև Աստված նայում է երկնքից։ Եթե Աստված գոյություն չունենար, ով է նայում երկնքից։ Ես անգամ անհավատ մեկու տունն էի գնացել, որ իր մայրիկը մահանում էր, եւ մայրիկի եղբայրը անաստված մեկ այդտեղ նստած էր։ Ես խոսում էի այդ կնոջ աղջկա հետ Աստծո մասին, երկար բարակ խոսեցինք եւ հետո ասաց, որ այս իմ մոր եղբայրս է, ինքը աթեիստ է, բայց շատ բարկացած է, որ այս քույրը Աստծո վրա բարկացել է, որ այս իր քույրը այսպես տանջվում է, մեռնում է։ Մի րոպե ասեցի, խելքի չի բարկում։ Ինչու՞ ասաց։ Ասացիք, որ ինքը աթեիստ է։ Այո, ասի բան վրա է բարկացել։ Երևակայ մի անձի վրա բարկանաց, որ գոյություն չունի։ Տեսնում եք ինչ հիմարություն է։ That's exactly what it means։ Անդադարձավ կներեք, ինքն ասում է, որ աթեիստ է, հա, օքեյ, տարբերից։ Ու խապված է ուրեմն։ Չես կարող մեկը, որ չկա վրան բարկանաս։ Այստեղ էլ նույն բանը, Աստված հիմա երկնքից նայում է, պարզապես the fact, որ Աստված նայում է երկնքից, այսինքն Աստված գոյություն ունի, ուրեմն առաջի համարի մեջ այն մարդը, որ ասում է Աստված չկա, he must be really out of it։ Ուրեմն այն անզգամը նմանում է այն կակավին։ Գիտեք կակավը, որ որսորդները ետևից վազում են, որ որսան։ Կակավը վազելով, վազում, գլուխը դնում ավազի մեջ, որտեղ չի կարողանում որսորդը հասնում ետևից։ Կարծում է, որ եթե ինքը որսորդին չտեսավ, որսորդ չկա։ That's very silly. Same thing here. Աստված, ով երկնքումն է, այսինքն այն Աստվածը, որ մարդուց շատ ավելի բարձր է, շատ ավելի կարող է, շատ ավելի տարբեր է, անհասանելի է, այս Աստվածը գերիշխան է, ամենակալ է, երկնային է, երկրավոր չի, can't even compare with us. Ամեն բան տեսնում է, ամեն բան գիտե, բան իր աչքից չի վրիպում, ամեն տեղ ներկա է, ամեն բանի վրա հսկող է, ամեն բան նրան հպատակ է։ Where are you going to escape from God's hands? Nowhere. Աստված, որ երկնքումն է, որ ամեն բան կառավարում է, եւ ոչ մի բան նրա կառավարությունից դուրս չի կարող մնալ ու չի մնում։ Այս Աստվածը երկնքում լինելով հանդերձ երկնքի բազգաթոռի վրա չի նստել ոտը ոտին դրել ու սպասում իր 911 կարմիր հեռաձայնին, որ հանկարծ եթե մեկը հիվանդանա 911 հեռաձայնի Աստծունով Աստված օգնի ինձ, հրեշտակապետ գնա իրան օգնի։ That's not how God operates.
Մեր Աստվածը գործակատար է, ակտիվ է, բոլոր մարդկանց վրա նայող է, հսկող է, ամենալավ տնտեսն է, he's the best manager. He's the owner of all. Բոլոր եղելությունները իր հրովարտակներն են։ Եվ այդ բոլորը համակատարում է իրարու հետ, որպեսզի իր առաջուց ունեցած ծրագիրները մեջտեղ անի, առաջադրի։ Նա իր աստվածային նախախնամքով through his providence ամեն բաները իր նպատակները իրագործելու համար է գործածում, թե բարին, թե չարը։ Եվ ավելի լավն այն է, որ ամեն բաները իրեն սիրողների համար բարիի գործակից է դարձնում։ What a wonderful God. Մարդկանց ամեն մի արարքը, ամեն մի խոսքը, ամեն մի շարժառիթը, ամեն մի մտադրությունը, մեր ներքնաշխարհում ամեն մի մտածածը նրա ամենատես աչքից եւ ամենագետ գիտությունից դուրս չի վրիպում, նա տեսնում է ամեն բան, everything. Նա բոլորի ներքնաշխարհը քննում է, ամենի կյանքից ամեն բան լուր ունի։ Եվ ոչ թե միայն լուր ունի, քննում է, ստուգում է, he tests our hearts and our souls. Նրա ամենագիտությունից ծածուկ բան չկա։ Դարձեք Jeremiah 17:10, Երեմիա 17:10, Աստված ինքն իրեն այսպես է ներկայացնում, Երեմիա 17:10, 17:10, Ես Տերս, Յահվես, I the Jehovah, քննում եմ սիրտը, այսինքն ներքնաշխարհը, փորձում եմ այդ test, ստուգում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ. This is the God that we have to deal with. Այս նույն մարգարեության Jeremiah 20:12, Երեմիա 20:12 Մարգարեն Աստծուն է ուղղում խոսքը եւ ասում է ով զորացներ, O God of hosts, այսինքն general, ով զորացներ, դու քննում ես ուղարարին ու տեսնում ես նրա երիկամունքը եւ սիրտը. Of course. Պետրոսը Հիսուսին մատնելուց հետո գնաց դառնապես լացավ, զղջաց, դարձի եկավ, բայց տակավին տակն ու վրա էր։ Երբ որ Հիսուսը հարությունից հետո Պետրոսին աշակերտներին հանդիպեց ծովափում, Պետրոսին 3 անգամ հարց տվավ. Պետրոս, Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Առաջին անգամ կարող եմ երևակայել Պետրոսի քիթ ու մռութը։ Այո, Տեր, սիրում եմ քեզ։ Դե գնա ոչխարներս արածեցր։ Մեկի ճանցավ նորից պետ, Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Այո, սիրում եմ քեզ։ Գնա գառներս արածեցր։ Մեկից հետո նորից Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը կոտրվեց։ Պետրոսը անդրադարձավ, որ այս իր հետ խոսողը ամենագետ Աստվածն է։ Նա չի հարցնում, որովհետև նա չգիտի։ Նա հարցնում է, որ ես նետվեմ, ես հանձնվեմ, ես վստահ լինեմ, որ իմ Աստվածս իմ Աստվածն է եւ ես իր ժողովուրդն եմ։ Ինչ ասես նրան։ Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Դու Աստված ես։ Դու իմանում ես։ Պետրոս վկայեց, որ Հիսուս Աստված լինելով նա գիտե մարդուս ամենախորքը, ամենայն ներքին մտածմունքները, լավ կամ վատ, ուրախացնող կամ վշտացնող։ Եվ այդ տակն ու վրա վիճակը, որ Պետրոս միջից էր անցնում, Տիրոջ աչքերի համար երբեք ծածուկ չէր։ Դրա համար ասես Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Բայց Տերը այստեղ նայում է, կարդում ենք, ինչ է նայում։ Ասում է, որ տեսնե, թե գլինի արդյոք մեկ իմաստուն, որ Աստծուն խնդրի։ Ինչ։ Քիչ առաջ ասացինք Աստված ամենագետ է, ամենատես է,
Բա ինչ բանի հայտևից է ման գալիս Աստված։ Ինչ է նշանակում այս նախադասությունը։ Նախ ասենք ինչ չի նշանակում, հետո կհասկանանք ինչ է նշանակում։ Այս նախադասությունը, որ Աստված ման է գալիս տեսնի թե ով է անմիտ ով է իմաստունը, չի նշանակում, որ Աստված չի իմանում, թե մարդկանց որդկանց մեջ որ մեկն է իմաստուն, որ մեկն է հիմար։ It's not like he's looking for նայեմ շաբիքիդ ետևը պիտի բարձրացնեմ, եթե ի-ը գրված դու իմաստուն ես։ Եթե այ է գրված անխելք ես։ That's not what God does. Եթե այսպես լիներ, ուրեմն Աստված ամենագետ չի կարող լինել։ Եվ նա ամեն օր նոր բան պիտի սովորի։ By the way, այսպեսի ուսուցանողներ կան։ Եթե ամեն բան նոր պիտի սովորի, ամեն օր մի բան նոր, այն ժամանակ վայ եկել է մեր գլխին այսօր, որտեղ վաղը կարող է Աստված մի բան սովորի իմ մասից, որ այսօր չէինք իմանում, եւ ինքը ինձ փրկեց 3, այդը վաղը այդ խայտարակությունը դուրս գա Աստված իմանա, իմ վիճակս ինչ կլինի։ It'd be very bad. So no assurance of salvation. Ուրեմն այդ չի իմաստը։ Այս Աստծո ստորոգելների վարդապետությունը խախտում է։ Ուրեմն չի կարող ուղիղ լինել։ We can't take the face value of this մեր հասկացածի պես հասկանանք։ Ուրեմն ուրիշ բան պիտի տեսնենք։ Բայց հիմա ինչ է նշանակում։ Քիչ առաջ ասացինք, թե Աստված ամենագետ է։ Դարձեք Սաղմոս 139:4. One of the ways to interpret text. Մի ձևը, որ կարող ենք մեկնաբանենք Աստծո խոսքը ուղիղ, Աստծո խոսքով Աստծո խոսքը մեկնաբանել է։ Սաղմոս 139:4-ի մեջ Դավիթն ասում է. Դեռ բնավ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա ով Տեր, դու ամենը իմանում ես։ Որ Աստված պետք չունի, որ մենք մի բան ասենք, որ ինքը իմանա, նա արդեն իմանում է։ Մարդկանցից ամեն մեկը, դեռ իրենց բառերը չարտասանած, Աստված գիտե։ Բոլոր մարդկանց խոսքերը, նրանց մտքից անցուդարձ եղածը, by the way, քո խոսքերը դել է իմանում, հա։ Ուրիշների մասին շատ չմտածենք, մենք մեր մասին մտածենք։ He also knows what you're thinking, what your motivations are. Մեր խորհուրդները, մեր ծրագիրները, մեր մտադրությունները, շարժառիթները ամեն Աստծո առաջ բաց նամակի պես են։ Հիմա եթե Աստված այսպեսի կատարելապես ամենագետ է, ինչու է մտիկ տալիս, որ տեսնի թե այն մի իմաստունը ով է, որ Աստծուն կխնդրի։ Միթե դրա տեղը չի իմանում, իմանում է։ Միթե նա այդ իմաստունին չի ճանաչում, ճանաչում է։ Եթե լիներ։ Այս համարը ուղիղ մեկնաբանելու համար պետք է նշել, որ Դավիթը այս գրում է Աստծուն իր մարդկային տեսանկյունից։ He's explaining God from a human perspective, looking up from earth to God. Դավիթն այս ասելով ուզում է ասել, թե Աստված փափագում է, որ մարդիկ իրեն խնդրեն. That's God's disposition. Իր կեցվածքը այն է, որ ուզում է, փափագում է, նրան հաճելի է, որ մարդիկ իրեն խնդրեն։ Հիմա այս խնդրեն բառի մասին խոսենք։ Այսինքն նրան հետևեն, նրան հնազանդեն, նրան ընդօրինակեն, նրան աշակերտ դառնան, նրանից խորհուրդ ստանան, նրանից դաս սովորեն, բայց ցավալի տխուր իրականությունը այն է, որ բնածին մարդ արարածը չի ուզում, բոլորը անպիտան եղան, այդ կոնտեքստի մեջ տեսնում ենք, որ մեկ իմաստուն էլ չկա։ So, այս երբ խոսում ենք, թե նայում է ինչ է տեսնում, արդյոք գլինի, սա ճարտասանական ոչ, it's a rhetorical question. Որ շեշտում է այն կետը, որ մեկն էլ չկա։ Հիմա այստեղ այս խնդրե բառը աղոթք չի նշանակում։ Մենք երբ ասենք Աստծուն խնդրել, այսինքն Աստծուն աղոթել, ոչ։ Այստեղ եբրայեցերեն լեզվով դարաշ բառն է, որից մենք պարսկերեն առնում ենք դարս, այսինքն դաս, հայերենն էլ նույն պարսկերեն բառն է, մենակ ռն չկա։ Ուրեմն Աստված ուզում է, նրա կեցվածքն է, որ մարդ արարածը Աստծուն ընդօրինակի, որտեղ դրա իր պատկերով ստեղծած մեզ։
Ուզում եմ որ մենք իրանից դարաշ առնենք, դաս սովորենք, իր աշակերտը լինենք, նրանից խորհուրդ որոնենք։ Հարց տամ քեզ, ումից ես խորհուրդ առնում, երբ որ խորհուրդ կարիք ունես։ Ումից ես դարաշ առնում, երբ որ դարաշ կարիք ունես։ Հիմա այս հարցումի պատասխանը բացարձակապես ոչ է։ Գլինի արդյոք մեկը իմաստուն, որ Աստծուն դարաշ անի։ Պատասխանը ինչ է։ Ոչ, որովհետև այդ վերը մենք 1 ժամ է կարոզում ենք, որ մեկը չկա։ Սա ցույց է տալիս, որ եթե մարդ արարած, լավ լսեք սա, իր անզգամությունից, իր լիովին պղծված վիճակից, իր մեղավոր վիճակից պիտի ազատվի, դա չի բխում իրենից, չի կարող բխել իրենից, որտև մեկն էլ իմաստուն չի այդքան որ ասի, okay, ես հասկանում եմ, ես պիտի անեմ սա։ So it must be God and only God who saves. Դա Աստծո կողմից պիտի լինի։ Միայն Աստծո կողմից պիտի լինի, միայն շնորհքով պիտի լինի, միայն Հիսուսով պիտի լինի, միայն հավատքի միջոցով պիտի լինի, միայն Աստծո խոսքի համեմատ պիտի լինի եւ միայն Աստծուն փառք բերող պիտի լինի։ Հիմա տեսնում եք թե ինչու է այս վարդապետությունը Աստծուն փառք բերում։ Երրորդ կարգում տեսնում ենք Աստծո ժողովրդի մասին։ Սաղմոս 2-ն ասում է, միթե անօրենություն գործողները չեն իմանում, որ իմ ժողովրդին ուտում են ինչպես հացը կուտեն։ Մեկ են Աստվածը սկսեց իր ժողովրդի մասին խոսել, ուրեմն Աստված ժողովուրդ ունի եղել, լուրջ ունենք մենք։ Ինչ ժողովրդի մասին է խոսքը։ Այս համարից կարող ենք եզրափակել, թե մեղավոր մարդկության միջից Աստված ոմանց փրկում է։ Նրանց իրենց թշվառ հոգևոր բարոյական անզգամությունից Աստված ոմանց ազատում է։ Նրանց իր մասին փրկարար սիրույն ողորմության շնորհքի մասին լուր է հասցնում, ազդեցիկ է դարձնում եւ նրանց մաքրելով իրն է որդեգրում եւ նրանք դառնում են իր ժողովուրդը եւ կատարվում է Աստծո հրահանգը. ես կլինեմ քեզ Աստված եւ դու կլինես ինձ ժողովուրդ։ Թշնամի եղողին քավություն է տալիս, հաշտություն է հասցնում, որդեգրում է, հավիտենական կյանքի ժառանգության խոստումն է տալիս եւ դառնում ենք Աստծո ժողովուրդ։ Սիրելիներ, մենք որ մի ժամանակ մեղքերի մեջ էինք, բնությամբ բարկության որդիկ էինք, մենք այն ժամանակ Աստծո խոսքն ասում է ժողովուրդ չէինք, Աստծո որդիկ չէինք, Աստծո եկեղեցի չէինք, քահանաներ ու թագավորներ չէինք, երկնային քաղաքացիներ չէինք, լուսո որդիկ չէինք, բայց երբ Աստծո հոգին իր հեղինակած սուրբ խոսքի միջոցով մեզ ներքնապես կանչեց, մեզ լուսավորեց, մեզ նոր կյանք տվավ, մեզ նորից ծնեց, մեզ հոգևոր մեռած վիճակից հոգևոր կենտանության կանչեց, ասեց, որ դու որ մեռած էիր, հիմա ապրիր։ Այն ժամանակ մենք անդրադարձանք։ Այն ժամանակ կարողություն եւ կամեցողություն տրվեց մեզ։ Սա Աստծո ամենամեծ հրաշքն է, ամենամեծ թշվառի համար, որ մենք այդ ազատագրված կամքով այդ հրաշքը վայելած վիճակում այն ժամանակ ընկանք նրա ոտներին, մենք ընկանք նրա ոտներին, այո, բայց ինչ վիճակից անցանք, որ կարողանանք ընկնել նրա ոտներին։ Եվ այն ժամանակ Հիսուսով, միայն Հիսուսով մեզ համար այդ փրկության դուռը բացվեց։ Երբ որ հավատացինք, որ ծնկի եկանք, խոստովանեցինք, ապաշխարեցինք, դարձի եկանք, Հիսուսին հենվեցինք ու տակավին հենվում ենք եւ պիտի հենվենք հավիտյան, մենք փրկվեցինք, Աստծո ժողովուրդ դարձանք։ Do you know the privilege of being God's people?
Աստծո ժողովուրդ դարձանք, Աստծո ընտանիքին միացանք, Աստծո հետ հաշտվեցինք, հավիտենականության մեջ մեր մեղավորության դատապարտությունը մեզանից հեռացավ, Աստծո խոսքն ասում է, որքան որ արևելքը արևմուտքից հեռու է, այնքան հեռացրեց մեզանից մեր մեղքերի դատապարտությունը։ Այլևս դատապարտություն չկա Քրիստոսի մեջ եղողների համար։ Հռոմեացիս 8:1։ Բայց ապրում ենք մի երկրի վրա, տակավին, ուր այն անզգամներն էլ են ապրում։ This is not դրախտ, you know? Այն անզգամները կան։ Եվ ասում Աստծո խոսքը շատ ռեալ կերպով, շատ իրական, իրատես կերպով, բայց անզգամները մեզ ուտում են, ոնց որ նրանք հաց են ուտում, այսինքն հաց ամեն օր ուտում են ու չեն կշտանում։ Նայեցեք աշխարհի 4 կողմը։ Կռիվը, պատերազմը իրականության մեջ, խորքին մեջ Քրիստոսի դեմ է եւ քրիստոսիների դեմ է։ Առաջին Պետրոս 1:6-ի մեջ ասում է. Հիմա ինչպես որ հարկը պահանջում է, մի քիչ տրտմած եք, of course։ Կերպ փորձանքների մեջ եք, of course։ Որ ձեր հավատքի փորձառությունը ավելի պատվական գտնվի, քան թե կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում, գովության, պատիվի եւ փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունում։ Սիրելի ժողովուրդ, Սաղմոս 53:5-ի մեջ Աստծո խոսքը մեզ հայտնում է, թե մենք վախենալու չենք այն անզգամներից։ Ինչու գիտեք, կարդացեք 5-րդ համար։ Իրենք են վախի մեջ ապրում։ Մենք վախի մեջ չենք ապրում։ Տեսեք, ասում է, այնտեղ վախենում են վախով, ուր որ վախ չկա։ Վախենալու պատճառ չեղած տեղն էլ անաստվածը վախենում է։ Գիտեք ինչպես են վախենում։ Ես ասեմ դες ինչպես են։ Օրինակ տամ ձեզ։ Վախենում են, որ եթե մի քիչ հանկարծ օդը ջերմանա, Նորթ Փոլի սառույցները կհալվեն, ծովերը կսկսեն բարձրանալ եւ միգուցե նորից ջրեղեղ կլինի։ Ուրեմն ինչ անենք։ Մեքենաները փոքրացնենք։ Կարծես թե իրենք են կոնտրոլի վրա։ Վախենում են, որ եթե հանկարծ օդը սառեց, այսա վաղը ամեն բան պիտի սառի եւ մենք կսառույցանանք եւ մարդկային կյանքը, մեր հաջորդ սերունդները երկրագնդի վրա սառեն, կմեռնեն, կոչնչանան։ Կարծես թե իրենք են, որ որոշում են մարդկային կյանքը, երբ պիտի սկսի, երբ պիտի վերջանա։ Պարզ բան է, երբ որ դու Աստծո գոյությունը մերժես, վախ չեղած տեղից էլ կվախենաս։ Բայց մենք չենք վախենում։ Աստծո խոսքը ասում է, եթե սարերը ջրերի մեջ ընկնեն, մենք չենք վախենում։ Որտեվ մենք սարերից չենք վախենում, ջրերից չենք վախենում, ջրերից չենք վախենում, մենք միայն մեկ բանից ենք վախենում։ Այդ սարերը, ջրերը, երկրագունդը ստեղծողից ենք վախենում։ Այնա չենք սարսափում, ակնածում ենք, երկյուղում ենք, պատվում ենք, մեծարում ենք, նրան հենվում ենք։ Նա, որ մեզ, մեր հոգևոր ամենամեծ թշվառությունից ազատեց, ինչ կարծում եք երկրագնդի վրայի դժվարությունից չի կարող ազատել, անշուշտ է կարող է ազատել, ու ոչ թե կազատի, այլ ազատության բոլոր միջոցներն էլ մեզ համար հնարավոր է դարձնում։ Փառք Տիրոջ։ Ինչու, որտեղ մենք իր ժողովուրդն ենք, we belong to him։ Իր անունի համար ինձի կանաչ խոտերի մեջ պարկեցնում է։ Իր անունի համար։ Վախ չկա, որովհետև Աստված կա։ Ու ամեն բան Աստծո ձեռքի մեջ է։ Նա ասում է, Աստված քեզ պատողներին, այսինքն քո շուրջը բանակ դնողներին ոսկորները ցրվում է։ Առաջ սպանում է, հետո է ցրիվ տալիս։ Այսինքն ոչ ոք մեզ չի կարող վտանգել հավիտենապես։ Քիչ առաջ երգեցինք։ Ոչ հնարք մարդկանց, ոչ ուժ դժոխքից կարող է խլել ինձ նրա ձեռքից։ Որտեւ Աստված մեր պահապանն ու պաշտպանն է։ Եվ Դավիթը այստեղ ասում է՝ դու ամոթ ես անում նրանց,
Այսինքն դու նրանց վրա միշտ հաղթող ես։ Ես, դու, մենք հավատացյալներս։ Ինչու, որտև Աստված է նրանց դեն գցում։ Տերը մեր վահանն է, մեր ասպարն է։ Վերջին եւ եզրափակիչ կետում կարդում ենք, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը, երբ որ Աստված իր ժողովրդի գերությունը դարձնե, այն ժամանակ Հակոբը կցնծա եւ Իսրայելը ուրախ կլինի։ Ահա խոսում է փրկարարի մասին։ Սա մարգարեական համար է։ Սա խոսում է Տեր Հիսուսի մասին։ Here is Christ. Աստծո փրկությունը գալիս է Սիոնից, ոչ թե Սինայից։ Մեծ տարբերություն կա, եթե կարդաք Եբրայեցիս նամակը, այնտեղ կտեսնեք, որ Սինա լեռը Աստծո օրենքը տրվեց։ Օրենքը տրվեց, որպեսզի մեղքը հայտնի լինի, որպեսզի մեղքի պատիժը հայտնի լինի, որպեսզի մեր թշվառ վիճակը հայտնվի, բայց Սինա լեռից գալիս է օրհնությունը, շնորհքը, ողորմությունը, գեղեցկությունը։ Սինան շնորհքն է ցույց տալիս։ Այս Քրիստոսը, այս օրհնյալ փրկարարը Սիոնիցն է գալիս։ Ինքը մտավ Գաղատացիս 4-ի մեջ այս օրենքի, Սինայի տրված օրենքի պարտավորության տակ, որպեսզի այդ օրենքի պարտավորության տակ եղողներից դրանից ազատի եւ այդպես արավ։ What a wonderful Savior. What a wonderful life. Այն ժամանակ Հակոբը մեր Հակոբ եղբոր չի ակնարկում։ Հակոբ նշանակում է Աստծո ժողովուրդը։ Աստծո ուխտի մեջ եղող հավատացյալները կցնծան։ So, what's the message for me today as Christian? Ուրախ եղիր։ Ցնծա Սիոնից եկած քո փրկության փրկարարովդ, որովհետև ինչ էլ որ լինի, դու Աստծո ժողովուրդն ես եւ նա քո Աստվածն է։ Եթե Հիսուսի մեջ ես, դրա համար մենք շատ ուրախ ենք։ Հիմա հարց տամ քեզ։ Դու Աստծո գոյության հավատում ես, թե ոչ։ Դու գիտես, համոզված ես, որ անպայման Աստված կա։ Ոչ թե այն Աստվածը, որ դու ես կարծում, որ կա, այն Աստվածը, որ Աստծո խոսքն է ասում։ Կա կամ չկա։ Այն Աստվածը, որ ամեն բան գիտե, հրովարտակում է, հոգ է տանում, տնօրինում է, դու գիտեիր, որ նա նաև տեսնում է քեզ։ Լուրունի քո ներքնաշխարից, քո բարերից, քո խորհուրդներից, քո մտածմունքներից, քո բոլոր կյանքիդ մեջ լույս ու մութից ամեն բանից տեղեկ։ Մենք մեր ձեռքում ունենք կոմպյուտեր, որ մեր հաշվարկի ամեն մի սենտը կարողանում ենք հաշվել մինչև 20 տարի, 30, 100 տարի առաջ։ Չեք կարծում, որ Աստված ունի այսպիսի մի դրություն, կարելություն, հնարավորություն։ Աստված ինքն է այդ դրությունը։ Գիտեիր, որ տեսնում է քեզ, գիտեիր, որ նա գիտե քո վիճակը, քո հոգևոր վիճակը։ Եթե փրկված ես, փառք տուր Տիրոջ, որ Աստված քեզ գիտե, դու իր ժողովուրդն ես, բայց եթե փրկված չես, տակավին թշվառ ես, կարիք ունես փրկության։ Նա իր որդին քեզ նման մեղավոր մարդկանց համար աշխարհ գրկեց։ Նա իր որդին գրկեց, ասում է Աստծո խոսքը, որպեսզի փնտրի եւ փրկի մեղավորներին։ Որ նրան ամեն հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աղոթքս է, որ դու այս լսելով Աստծո խոսքը կանդրադառնաս Աստծո հոգիից ազդված, որ Աստված փրկող Աստված է, բայց Աստված սուրբ Աստված է։ Իր որդին աշխարհ գրկեց այդ սրբությունը գործադրելու համար։ Նա մեռավ, որովհետև մեղքի վարձքը մահ է։ Նա մեռավ, որ նրան հավատացողը չմեռնի։ Նա թշվառ եղավ, որ մենք մեր թշվառությունից ազատվենք։ Նա աղքատացավ, ասում է Աստծո խոսքը, որպեսզի մենք նրանով հարստանանք։ Եկ Հիսուսի։ Ու դու թշվառությունիցդ կազատվես։ Աղոթենք։ Փառքես մեր Տերը, հիանալի Աստված, անզուգական, քո նման ուրիշը չկա, հիրավի որ չկա, քեզ փառք ենք տալիս,
որ քո ամենաիմաստությամբ, քո ամենասրբությամբ, քո ամենաշնորհելիությամբ եւ ողորմածությամբ ու սիրով դու ուղարկեցիր քո որդիդ աշխարհ, դու ինքդ Աստվածորդի աշխարհիչ ես, մարդու բնության մեջ մտար, կատարելապես ճշմարիտ մարդ եւ նույն պահին կատարելապես ճշմարիտ Աստված, որպեսզի մեր նման մարդկային կյանք ապրես առանց մեղքի եւ այդ կյանքը մեր նման թշվառների փրկության հատուցումը տաս, որպեսզի քեզ վստահողը ինքը չտա այդ հատուցումը, այլ նա ապրի։ Փառք ես Տեր այս հիանալի ողորմությանդ եւ շնորհքիդ համար, որ մեր նման մեղավորներին դու վրա հասար, դու խղճացիր, ողորմեցիր, շնորհք արեցիր, սիրեցիր, փրկեցիր, արդարացրեցիր, որդեգրեցիր եւ պիտի փառավորես։ Տեր շնորհք արա, որ որևէ մեկը այս փրկության բարիքից դուրս չմնա։ Մեր սիրելիների մեջ, մեր ընտանիքների մեջ, մեր բարեկամների մեջ, մեր շրջապատի մեջ։ Շնորհք արա Տեր, որ մենք կարողանանք այս ավետիսը ոչ թե միայն խոսքով, այլ նաև մեր կյանքով վկայել, առանց վախի մեջ ապրել, քաջաբար, քեզ վստահած, որ մարդիկ տեսնեն, որ մենք մեր Աստծուն ենք վստահել, եւ դու փառավորես, օրհնես խոսքդ, օրհնես քո ժողովուրդդ, օրհնյալ ես դու, հիմա եւ հավիտյանս հավիտե